Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, առաջին ալիքի եթերում օրակարգն է։ Ահա թե ինչ ենք պատմելու այս թողարկմանը։ Ժողովրդական բանակ, որ հանրության հետ քննարկում է 3 աննախադեպ ծրագիր։ Ես եմ, պատիվ ունեմ եւ դիտակետ։ Նախագահ Սարգսյանը Դիլիջանյան մեծ հավաքին մասնակցելու է եկել առաջնագծից։ Հայկական բանակը օր-օրի ուժեղանում է, Գերագույն գլխավոր հրամանատարը խոսել է մեր բանակի կարողության մասին լուծելու ռազմական բոլոր խնդիրները։ Զաքիր Հասանովի ստերին հայկական կողմը պատասխանում է ադրբեջանական խոշոր կորուստների մանրամասն ցուցակով։ Հիմնական ճշտումները օրակարգի տաղավարում։ Աշխարհով մեկ ստորագրահավաք, որպեսզի աշխարհը իմանա Արցախը, ճանաչի արցախցուն։ Փաստաթղթի տակ ստորագրել են 2000-ից ավելի արտասահմանցի հայտնի գործիչներ։ Հայ-ամերիկյան տնտեսական օրակարգը Բաղրամյան 26-ում նոր շատ ավելի մեծ սպասումներ, որպեսզի տնտեսական թվերը չզիջեն զարգացման մեծ ներուժին։ Հայաստանի տնտեսական մրցակցությունը հաղթահարելով տատանումները 3 կետով առաջադիմել է, հրապարակվել է մեր երկրի մրցունակության զեկույցը։ Գիտահետազոտական լաբորատորիա, որ ինժեներական գյուտեր կվաճառի աշխարհին, իտալացիները 10 միլիոն եվրո ներդրումով բարձր տեխնոլոգիաների արտադրամաս են հիմնում Հայաստանում։ Եվ փրկարարների զգուշացումը ծխախոտի մնացորդից կարող է հրդեհ բռնկվել, կիզիչ արև է սպասվում։ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է երկրի զինուժի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը հայտարարել է Հանրապետության նախագահ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Դիլիջանում։ Պետության ղեկավարը այնտեղ մասնակցել է «Ես եմ, պատիվ ունեմ և դիտակետ» ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկումների արդյունքների ամփոփմանը։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է և Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը կրկին ամրագրում են այս իրողությունը։ «Ես եմ և պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ հարցումների արդյունքում Հայաստանի բնակչության 80%-ը դրական է գնահատում այս ծրագրերը։ Հույս ունեմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները այս ծրագրերի շնորհիվ կկարողանան սեփական օջախներ ստեղծել, փոքր ու միջին ձեռնարկություններ հիմնել, ասել է Հայաստանի նախագահը։ Սահմանին ծնված ապագա հրետանավորը Գևորգն է Տավուշից, պատիվ ունեմ, ասում է ու թվարկում բանակային ծրագրի առավելությունները։ Ուսանողները անցնում են տվյալ պատրաստությունը ծրագրի շրջանակներում, ստանում են կրտսեր սպայական կոչում։ Ուսում, ծառայություն, իրար չեն խանգարի։ Ապագա բիզնես մենեջերն ու ինժեները եւս րոպեներ անց Գերագույն գլխավոր հրամանատարին կասեն, ինչու նաեւ իրենք պատիվ ունեն։ Արդեն դիմել եմ, հնարավորություն է ընձեռվում ուսանողին ստանալ անվճար բարձրագույն կրթություն։ Պահեստազորի պրոֆեսիոնալ սպաներ, որ հարկ եղած դեպքում դուրս կգան առաջնագից, հավելում է բանակի գնդապետը։ Թույլատնենք այն ծանրաբեռնվածությունը, որ այսօր կա մեր դասակի վաշտիրանտաների մոտ, որպես երիտասարդ պահեստազորի սպաներ, որոնք հարկ եղած ժամանակ կարող են ղեկավարել վաշտ դասակ օղակները։ Մեկ շաբաթում այցելել են 6 քաղաք, գրի առել 1500 կարծիք։ Սա առաջին դեպքն է, երբ բանակը հանրության հետ քննարկում է խնդիրները։ Կարևոր մի գործընթաց էր մասնակցային որոշումներ կայացնելու իմաստով։ Բանակի թիկունքին ժողովուրդն է, նախագահը քննարկմանը գալիս է առաջնագծից, ելույթը սկսում այդ շեշտադրումով։ Մեզնից շատերը բազմիցս ասել են, որ Հայաստանի բանակը ժողովրդական բանակ է եւ որ մեր բանակը իրոք մեր ժողովրդի բանակն է։ Պաշտպանության նախարարի առաջարկած ծրագրերը գալիս են ամրագրելու այս իրողությունը։ Նախագծերի բովանդակային քննարկումներ, թաուն հոլեր։ Պաշտպանության նախարարը ներկայացրեց ինտենսիվ քննարկումների շարքը։ Բանակում ծառայելը մեծ պատիվ լինելու հետ մեկտեղ իհարկե մեծ սոցիալական պատասխանատվություն է եւ բեռ յուրաքանչյուր քաղաքացու համար եւ մեր հիմնական նպատակն է տալ ընտրության հնարավորություն կողմնորոշվելու թե յուրաքանչյուրի համար իր ակադեմիական նպատակների, խնդիրների, մասնագիտական նպատակների, խնդիրների ֆոնի վրա, որն է այլընտրանքը։ Զինծառայողները լրացուցիչ կխրախուսվեն։ Ծրագրերի միջոցով բանակը ամրապնդվում է որպես հասարակության սոցիալական շարժունակության խթան, համոզված է նախագահը։ Մշտապես բողոք կար, որ այսպես կոչված սոցիալական վերելակները բացակայում են մեր հասարակության մեջ, այսինքն են սկզբնական հնարավորությունները բացակայում են։ Եվ սա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ շատ երկրների։ Եվ այս առումով մեր երկիրը
համաշխարհային միտումների համատեքստում է։ Հարցվածների որ տոկոսն է կողմ, որ բանակային շատ հարցեր լուծվեն հենց առաջարկվող ծրագրերով։ Ցուցանիշները Բրևիսի ղեկավարի մոտ են, 40%-ը դրական է։ 32-39%-ը համապատասխանաբար ԵՍՄ պատվնամի համար ավելի շուտ դրական, քան բացասական, այսինքն մոտավորապես 70-80% դրական էֆեկտի մասին են խոսում։ Նախագահի խոսքով ճկուն ու երկարաժամկետ ծրագրերի նպատակն է լավագույն պայմաններ ստեղծել երիտասարդների համար, որպեսզի նրանք ապագան կապեն Հայաստանի հետ։ Վստահ եմ, որ առաջարկված լուծումները շատ արագ դրական արդյունքներ են տալու։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ, եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին։ Վստահ եմ, որ գալիք տարիներին մենք լսելու ենք բազմաթիվ նոր փոքր ու միջին ձեռնարկություններ ստեղծելու մասին, որոնք ստեղծվելու են հենց այս ծրագրի շահառուների կողմից։ Պարտադիրից բացի տղաները կունենան ընտրելու հնարավորություն եւ հատկապես սա է ձևավորել հանրային դրական արձագանքը։ Այս ծրագրում ես ինչ եմ տեսնում, որ անցումային շրջանում այս երիտասարդը գնում է ընտրում իր մասնագիտությունը, երբ ինքը տեղափոխվի բանակում ծառայության, ես տեսնում եմ, որ դրանց մեծ մասը մնալվեն բանակում եւ շարունակեն իրենց ծառայությունը, որտեղ այդ անցումային շրջանում տղամարդ են դառնալու, հասկանալու են, որ ամենաճիշտ տեղը հենց գուցեև բանակն է։ Նոր սերունդ, որ ծնվում եւ կոփվում է հենց ծառայության մեջ, պետությունը պատրաստ է խրախուսել նրանց, պահել ուշադրության կենտրոնում, հոգալ նրանց մասին։ Մինչ այստեղ գալը ես առաջնագծում էի եւ բնականաբար հանդիպեցի բազմաթիվ երիտասարդ զինվորների ու սպաների հետ։ Փառք մեր ժողովրդին, որպեսզի զավակներ ունեն։ Ուղղակի փայլուն տղաներ են։ Հայ սպային ու զինվորին հատուկ որակները գերագույն գլխավոր հրամանատարը բոլորից լավ գիտի։ Մարտական խնդիրը լուծվում է դրանց ու աճող սպառազինության միջոցով։ Իհարկե նաև փառք մեր ժողովրդին, որ իր բերանից կտրելով հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու սպառազինություն։ Նախկին պաշտպանության նախարարը հաստատում է, ժողովուրդը հավատում է զինվորին։ Բանակի նկատմամբ վստահությունը Հայաստանում միշտ մեծ է եղել։ Ես կարծում եմ, որ այս քննարկումները, այս նոր ծրագրերը առավել ևս մեծացնում են վստահությունը բանակի նկատմամբ։ Սկսենք, հետո կերևա։ Թիմը դեռ կքննարկի ծառայությունից հետո զինծառայողին փոխանցված գումարը ծախսելու առաջարկները, այդ թվում է առողջապահական ապահովագրությունը։ Պաշտպանական գերատեսչությունում քննարկումից հետո սրտաբանականի ղեկավարը տուն է գնացել մտածել, որոշել կաջակցեն ապրիլյան պատերազմի զոհերի ծնողներին։ Նրանց ծնողներին բոլորին տալ սերտիֆիկատ անժամկետ Նորք մարզբժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության ծառայությունից օգտվելու համար։ Մեկ այլ կարևոր խնդիր, որ վերաբերում է ուժային կառույցների գործունեությանը։ Ռազմավարական ծրագրերի գաղտնիության ապահովումը միգուցե անհրաժեշտ է, բայց նախագահի կարծիքով ամեն ինչ գաղտնիության շղարշով պատելը հաճախ կարող է թերությունները հասարակությունից կոծկելու հարմար պատրվակ լինել։ Կարծում եմ, որ մենք այդ գայթակղությունը հաղթահարել ենք եւ մերժել ենք վաղուց եւ փորձում ենք, որպեսզի մեր բանակի խնդիրները, խնդիրները, հարցերը հասու լինեն մեր հասարակությանը, որովհետև ոչ մի սուտ, ոչ մի կեղծիք չի կարող ուղղակի ամոթել կորստի վերքերը։ Իսկ նման ստերի բացահայտումը միշտ կարող է հիասթափության մեծ աղբյուր դառնալ հասարակության համար։ Բանակային խնդիրները հասարակությանը հասու կդարձնի նոր դիտակետ ծրագիրը, զորացրվածներին կհարցնեն, վեր կհանվեն խնդիրները եւ կմշակվեն մեխանիզմներ դրանք շտկելու համար։ Տղաները առանց ուսադիրների կխոսեն ավելի անկաշկանդ, գաղտնիությունը կապահովվի, պլանշետային հարցման արդյունքները կպահվեն հատուկ սերվերներում։ Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք, կոնկրետ մարդու հանգամանք։ Երեքի հիմքում էլ մարդն է, այն զինվորն է, այն սպան, որ ապահովել է եւ պիտի ապահովի մեր երկրի անվտանգությունը։ Նախագահը համոզված է առաջարկները, որ ստացվել են լայն քննարկումների ժամանակ, հաշվի կառնվեն ու ել ավելի կբարելավեն ծրագրերը։ Շատ ուրախ եմ, որ գերակշռում է
դրականը եւ ես համոզված եմ, որ միայն սա ձեր անձնական կարծիքը չի, նաեւ կարծիքն է ձեր շրջապատի այն միջավայրի, որ դուք ներկայացնում եք։ Ես եմ պատիվ ունեմ ծրագրերի քննարկումների արդյունքները Պաշտպանության նախարարությունը կամփոփի կպատրաստի օրենքի նախագիծ, կրթության նախարարության հետ միասին կառավարության որոշման նախագիծ, պատիվ ունեմ ծրագրի փորձնական փուլը կազմակերպելու համար, որին միայն կհաջորդի վերջնական եզրակացությունը։ Մայա Խաչատրյան, Արմեն Անդրեասյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Դիլիջանում Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարը խոսել է հայկական զինուժի սպառազինության մասին։ Սերժ Սարգսյանը շեշտել է, կասկած չկա հայկական բանակը օր-օրի ուժեղանում է, մեր զինված ուժերը ունեն բավարար հագեցվածություն լուծելու բանակի առջև դրվող ռազմական բոլոր խնդիրները։ Նախագահ Սարգսյանը անդրադարձել է իր ավելի վաղ արած հայտարարությանը, թե մեր զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով։ Պետության ղեկավարի խոսքով նախ կոնտեքստը մի փոքր այլ է եղել եւ երկրորդ աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները, նկատել է Սերժ Սարգսյանը։ Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, այդպես ես չեմ կարող ձևակերպել, բայց ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք եւ զինամթերք, որպեսզի լուծի իր առջև եղած խնդիրները։ Մենք իհարկե չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկների մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ եւ խիզախությամբ։ Եվ բազմիցս շատ մարդիկ ասել են, եւ հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ։ Հենց այստեղ էլ կան մարդիկ, ովքեր իրենց փորձով դա կարող են ուղղակի պնդել, իրենց անցած ճանապարհով դա ապացուցել են եւ հիմա էլ կարող են դա պնդել։ Բավականաչափ քանակի եւ որակի զենք ու զինամթերք գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ, ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում։ Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալության հետ զրույցում հերթական անգամ տղայական պահվածք է դրսևորել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա բազմիցս ստել է Ալխանլու գյուղի վերջին միջադեպի, ապրիլյան պատերազմի սկզբի եւ կասեցման առնչությամբ ու այլ հարցերում։ Նախքան բուն թեման կարճ տեղեկանք 2016-ի ապրիլին Ադրբեջանի կորուստների մասին, որը հրապարակել է Արցախի պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը։ 24 տանկ, հետևակի 4 մարտական մեքենա, 1 գրադ ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 MiG-24 մարտական ուղղաթիռ, 14 տարբեր տեսակի հարվածային եւ հետախուզական անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա։ Ապրիլի 5-ին Ադրբեջանը կեղծ հաղորդագրություն տարածեց իր իբր 31 զոհի մասին։ Մինչդեռ Մեյդան TV-ն ներկայացրեց 93 զոհի ցուցակ, իսկ Օստկրաֆտ վերլուծական կենտրոնը հրապարակեց Ադրբեջանի գլխավոր շտաբից իր տեղեկությունը 800 զոհի մասին, ինչն ավելի մոտ է արցախյան տվյալին։ Ըստ որի 16 ապրիլին Ադրբեջանը կորցրել է 1000 զինծառայող, եւս 2000-ը վիրավորվել է։ Ապրիլի 4-ի գիշերը լուր տարածվեց, թե 5-ի կեսօրից ուժի մեջ է մտնում հրադադարը։ Ինչպես էր ձեռք բերվել դրա համաձայնությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բացահայտեց մայիսի 31-ին ԵԱՏՄ առաջնորդների ներկայությամբ։ Конечно, силы самообороны Карабаха восстановили порядок и взяли ситуацию под свой контроль. Важную роль в этом сыграла Россия, к которой Азербайджан обратился с просьбой о восстановлении режима перемирия. Օրակարգի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, բարի երեկո պարոն Հովհաննիսյան։ Անցած ապրիլի մասին Հասանովը ասել է, եթե իրենց չկանգնեցնեին, դիմադրությունն արդեն կոտրված կլիներ եւ որ իրենք 40 րոպեում հաղթահարեցին մեր պաշտպանությունը, ում համար է նախատեսված այսպիսի լեգենդը։ Հասանովը բազմից աչքի ընկել իր կեղծ տեղեկություններ տալով, սուտ խոսելով, սեփական հանրությանը խաբելու մեծ այսպես գործողություններով, բայց որպես զինվորական նաև կարող է դրսևորել այսպիսի անգրագիտություն եւ հաջորդ իսկ իր նախադասությունում ինքն իրեն հերքել, դա այլ խնդիր է։ Տեսեք, ինչքան ասես կարելի է խաբել ռազմաքաղաքական ինչ-որ թվեր, կեղծել եւ այլն, խոսել Ադրբեջանի աճող
իբր աճող ռազմական բյուջեից այն դեպքում, երբ որ իրենք պաշտոնապես ընդունել են մոտ 13% նվազում այս տարվա դրությամբ նախորդ տարվա հետ համեմատած։ Ինչքան ասես կարելի է խոսել, չգիտեմ, մոտ 800,000 սեփական զոհերը փորձել թաքցնել մի 30-40-ով, այսպիսի բաներ սովորաբար արդեն նորություն չի մեզ համար։ Բայց խոսել մեր պաշտպանությունը հաղթահարելու մասին եւ օգտագործել են պաշտպանություն բառը տվյալ դեպքում որպես զինվորական, այն դեպքում, երբ որ հաջորդ նախադասության մեջ նշում ես երկու բլուր կոնկրետ, ինքը շատ լավ գիտի եւ պետք է իմանա, որ մեր պաշտպանությունը հաստատ նախ մեկ բնագծից չի կառուցված, մեկ եւ մեկ բլուրներով չի կառուցված, երկուս։ Կարծում եմ սա հերթական սեփական հանրությանը մոլորեցնելու ինչ որ առումով եւ ի վերջո ամբողջ աշխարհին մի կողմից շատ զարգացած, մյուս կողմից ամենահզոր, այսպես ռեգիոնալ բանակի իմիջը փշրելուց հետո ինչ որ փոքրիկ քայլեր են փորձել ցույց տալ, որ տեսեք մենք այնուամենայնիվ հզոր ենք։ Իդեպ բլուրների մասին հարցազրույցում Հասանովը նաև ասել է, մեջբերեմ, մենք մեր առաջ դրված խնդիրը լուծել ենք, ազատագրել ենք 2 բարձունք հարավում եւ հյուսիսում, որքանով է ճշմարտանման այդ պնդումը, թե իրենք կատարել են իրենց առաջ դրված խնդիրը։ Նորից պիտի ասեմ, մի կողմից այսպես իր հարցազրույցը ընդհանրապես շատ դաշկիր մի կողմից կեղծիքի, մյուս կողմից որ խոստովանությունների եւ հակասությունների մի ամբողջություն է։ Մի կողմից տեսեք, խոստովանությունը, որ դրանք ընդհանրապես 2 բլուրներ էին, եւ երբ որ դա համադրում ենք այն թվերի հետ, որ ինքը ասում է ինչքան ուժեր են փորձել ներգրավել, իբր իրեն թվում է, թե ինքը փոքր թվերի մասին է խոսում, բայց երբ որ իրենց ամբողջ բանակի ներուժի հետ համեմատում ես այդ թվական տվյալները եւ ստացվում է, որ ինչ ըստ իր խոսքի, ասենք ամեն մի բլուրը, որը ըստ էության մի վաշտի հենակետ է մոտավորապես, գրավելու համար մոտավորապես մեկական կորպուս է ներգրավվել։ Եվ այսպիսի հակասություններ կան։ Կամ ասենք 40 րոպեից որ խոսում ես, 40 րոպեի ընթացքում մենք այսպես կարող էինք արդեն խնդիրը լուծել էինք եւ այլն, իսկ չէ որ խոցված մի 24 ուղղաթիռի հրամանատարի մարտական քարտեզը եւ ինչը մարտական փաստաթուղթ է, էլի գախնի, չէ որ այնտեղ բրիգադի առաջիկա խնդրի խորությունը պարզ երևում էր որ առաջի օրում մինչեւ ուր պիտի հասնեիք, ձգտում էիք որտեղ հասնել, չէ որ դա ամեն ինչը հստակ ապացույցներ են, էլի եմ ասում, եթե դու փորձում ես ինչ որ թվեր մանիպուլյացիա անել, պիտի հասկանաս, որ ի վերջո մասնագետներ են, որոնք շատ լավ կարող են այդ ամեն ինչը վերցնել։ Պարոն Հովհաննիսյան, մինչև 3-րդ հարցից անցնելը դիտենք մեկ հատված Տավուշում Արմենիա հեռուստաընկերությանը նախագահ Սարգսյանի հարցազրույցից։ Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ էսպես միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում ինչ է Իսկանդերը։ Երբ որ իմանա, կհասկանա թե ինչպիսի գործանարար ուժ ունի այդ զենք։ Շարունակում ենք հարցազրույցը պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի պաշտպանության նախարարը ասել է, թե իրենք մարտի էին հանել իրենց հնարավորությունների ընդամենը 15-ից 20%, որքանով է դա մոտ իրականությանը եւ ինչ կլինի, եթե Հայաստանը իրոք ցուցադրի իր բոլոր հնարավորությունները մարտի դաշտում։ Ձեր հարցի վերջաբանից մոտենամ, պիտի ասեմ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից որևէ ստորաբաժանում չի ներգրավվել ադրբեջանական ագրեսիայի հետ մղմանը, կոնկրետ, որը ուղղված էր Արցախի ուղղությամբ, Արցախի վրա։ Պաշտպանության բանակը անձամբ եւ իր ամբողջ կազմով չներգրավելով իր ողջ ներուժը ինչ-ինչ, ասպես ասած, օպերատիվ ենթակայության այլ զորքերը հետ է մղել Ադրբեջանի ագրեսիան։ Եթե նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի կարողանում, ասենք, մարտավարական մակարդակի սպայի տրամաբանությունը, ասենք, կարողանա բացնել ինչ է առաջի շարակազմը, երկրորդ շարակազմը զորքերի, ինչ է պաշտպանություն ու պահպանություն իրականացնող զորքերը, նախ ասեմ, որ մեր պաշտպանության բանակը պաշտպանություն չի իրականացել, պահպանություն ընդհանրապես իրականացրել։ Հետևաբար, եթե նորից եմ ասում, եթե 20%-ն են իրենք ներգրավել, պիտի իմանան, որ Հայաստանը ընդհանրապես ոչ մի տոկոս չի ներգրավել եւ ամեն ինչ լուծել է պաշտպանության բանակը։ Ադրբեջանի 20% ներուժը, եթե բաժանում ենք 2 բլուրների ուղղությամբ, ստացվում է ամեն ուղղությամբ ըստ էության մոտավորապես մեկական դիվիզիայից ավելի մեծ ուժեր, այսինքն մոտավորապես կորպուսներ են ներգրավել։ Իրապես այս խոսքը ինքը տարբեր առիթներով էլի է նշել, որ ես դեռ ամբողջ ուժը չէի կիրառել, այսինքն շատ լավ հասկանում ենք, որ Զաքիր Հասանովը ինքը լինելով անձամբ հյուսային ուղղությամբ պատասխանատուն, տապալեց ամբողջ գործընթացը, խաբել էր սեփական նախագահին ու նույնիսկ իր սեփական գլխավոր շտաբի պետին, որ Թալիշը գրավված է եւ Թալիշը իրենց ձեռքերում է։ Այդ ամեն ինչ իհարկե բոլորը հասկանում են։
Ես կարծում եմ, որ սա ուղղակի դատարկամտություն է ուղղված սեփական հանրությանը։ Շնորհակալություն մեկնաբանությունների համար։ Ես հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Շարունակում ենք օրակարգը։ Հայ բարեգործական ընդհանուր միությունը աշխարհով մեկ սկսել է ստորագրահավաք։ Նպատակը հայկական երկրորդ հանրապետությունը հայտնի դարձնել միջազգային կառույցներում, հասարակական կազմակերպություններում։ Փաստաթղթի տակ ստորագրել է 2000-ից ավելի արտասահմանցի հայտնի գործիչ։ Արդեն 2000-ից ավելի մարդ է ստորագրել հասարակական քաղաքական հայտնի դեմքեր եւ հրախորհրդանի падգամավորներ Արցախը Եվրոպայում ճանաչելի դարձնելու համար։ Ստորագրահավաքի նպատակը ամենևին էլ ֆինանսական աջակցությունը չէ, այլ որ եվրոպական կազմակերպությունները ներգրավված լինեն Արցախի հասարակական կյանքում։ Մարդիկ պետք է հասկանան ովքեր են այն մարդիկ, ովքեր որ ապրում են Լեռնային Ղարաբաղում, շատերը դա անգամ չեն ռեալ մարդկանց հետ ասոցացնում, այլ ընդհանրապես ճգնաժամի եւ ուրեմն հակամարտության հետ են նույնացնում։ Եվրամիությունը ստորագրահավաքը նախաձեռնողների համոզմամբ դերակատարություն ունի չճանաչված շատ երկրներում, նույնիսկ հիմնադրամներ կան, որոնք աջակցում են այդ երկրներին։ Ընդհանրապես կա նման շարժ, որ ուղղված է չճանաչված պետությունների եւ Արցախը դրանից դուրս է։ Ճանաչելիություն, այս հարցը ոչ թե միայն ճանաչենք իբր երկիրը կամ չճանաչված հողը կամ հողատարածքը, այլ եւ ժողովրդի իրավունքը, ժողովրդի մարդկանց իրավունքները։ Մենք հեծնել նրա վրա ենք շեշտում։ Արդյունքներից կազմակերպիչները դժվարանում են հիմա խոսել, բայց վստահ են, եթե քաղաքական խնդիրներ դրանք չլուծեն, էլ կնպաստեն, որ եվրոպացիները ճանաչեն Արցախի մշակույթը, կենցաղը։ Սիրանուշ Մուրադյան, օրակարգ։ Երևանում այսօր քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական օրակարգը։ Բաղրամյան 26-ում պետության ղեկավարը ընդունել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանին։ Սերժ Սարգսյանը ասել է, որ հայ-ամերիկյան գործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա։ Այսօրվա մակարդակը չի բավարարում, հաշվի առնելով ԱՄՆ զարգացած տնտեսությունը, այդ երկրի պատրաստակամությունը եւ անշուշտ ամերիկահայության պոտենցիալը։ Ամերիկյան երազանքի հետևից ով նահանգներ է գնում, նրանք Հայաստան են եկել։ Որոտանի ջրերից հոսանք ամուլսարից ոսկի արտադրելու համար միայն երկու բիզնես վերջին 2 տարում $500 միլիոն է ներդրել այստեղ։ Հայկական տնտեսության, հատկապես էներգետիկայի նկատմամբ գործարար հետաքրքրությունն օվկիանոսից այն կողմ չափազանց մեծ է։ Հայաստանում ԱՄՆ դեսպանին խոսքերն է հանրապետության նախագահի մոտ խորհրդակցությանը կրկնել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։ Միտումները շատ դրական են։ Արտահանումների, ներդրումների առումով բավական է ասել, որ ամերիկյան ներդրումները վերջի 2 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ էներգետիկայի մասնավորապես եւ հանքարդյունաբերության գերազանցում են $500 միլիարդ։ Սա դեռ կարծում եմ այն առավելագույնը չէ, որ մենք կարող ենք ունենալ։ Անձամբ ձեզնից եմ ուզում լսել, ինչ աշխատանքներ են իրականացնում տնտեսական համագործակցությունը խորացնելու ուղղությամբ դիվանագետ հյուրից հետաքրքրվել է երկրի ղեկավարը։ Նահանգներում վարչակազմ է փոխվել, որոշակիորեն փոխել արտաքին ու արտաքին տնտեսական քաղաքականությունը։ Նախորդ տարիներին ԱՄՆ կառավարությունը Հայաստանին գրեթե $2 միլիարդ տեխնիկական ու մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել։ Պետք է նաև տնտեսական բիզնես կապերն ակտիվացնել։ Այսօր Հայաստանում գործող ամերիկյան կապիտալի մասնակցությամբ 800-ից ավելի ընկերությունները լուրջ ներդրումներ ունեն։ Contour Global Lydian International հաջողված ամերիկյան ներդրողներից օրինակ վերցնելու կոչ է անում երկրի ղեկավարը։ Վաշինգտոնը մշտապես օժանդակում է նաև հայկական բարեփոխումներին, շեշտել է Սերժ Սարգսյանը, առանձնացրել սոցիալական բնագավառից մինչև հատուկ լաբորատորիաների հիմնում USAID-ի ջանքերը։ Ամերիկյան համալսարանի դերը որակյալ կադրեր մատակարարելու հայկական տնտեսությանը։ Գործընթացի սկզբում ենք միայն, հեռանկարները բավականին մեծ են եւ այն ներուժը, որ գոյություն ունի, կան զգալի են, մենք դրանք շատ ավելի այսպես հստակ ենք պատկերացնում։ Բազմաթիվ ոլորտներում համագործակցության շնորհիվ երկու երկրների միջև գոյություն ունի փոխըմբռնման բարձր մակարդակ։ Տնտեսական վիճակագրությունը, ապրանքաշրջանառության ցուցանիշները զիջում են այսօրվա հնարավորություններին։ Դեսպան Հովհաննիսյանի զեկույցը լսել, հայ-ամերիկյան 25-ամյակ նշող հարաբերություններից նոր շատ ավելի մեծ իրակնկալիքներն է ներկայացրել նախագահ Սարգսյանը։ Մեզ չեն բավարարում այսօրվա մակարդակը հարաբերությունների զարգացման շատ մեծ ներուժ կա, հաշվի առնելով Միացյալ Նահանգների տնտեսության զարգացության մակարդակը, հաշվի առնելով նրանց պատրաստակամությունը եւ անշուշտ մեծ
պոտենցիալ ունեցող հայկական համայնքի առկայությունը Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ում ապրող մեր սփյուռքն իր գործարար ներկայացուցիչներով կարող է իրոք մեծ լիցք հաղորդել բիզնես շփումներին, վստահ է նաև դեսպանը։ Լրացուցիչ ապացույց ամերիկյան կապիտալի հայկական հաջողությունները։ Ծրագրերը Սիլիկոնային հովտում իրականացվեն, թե այստեղ Երևանում։ Նախագահ հանձնարարականներ տվեց ուժեղացնել մեր աշխատանքը մի քանի ստրատեգիական ուղղություններով։ Նախ եւ առաջ բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների իհարկե ուղղությամբ, Կալիֆոռնիայի հետ հատուկ ստրատեգիական հարաբերությունների ձևավորման ուղղությամբ, հայ համայնքի ներգրավման ուղղությամբ ներդրումային ծրագրերի մեջ։ Հիմնական մարտավարությունն ընտրված է Լիթլ Արմենիայի ներուժի օգտագործում, մեկնարկը տրված։ Հերմինե Բաղդասարյան, նորակարգ։ Հայաստանի առաջին արևային կայանի կառուցման մրցույթին հայտ է ներկայացրել ամերիկյան Կոնտուր Գլոբալը։ Այս ընկերությունը արդեն 2 տարի է կառավարում է Որոտան ՀԵԿ-ը, մեր երկրի երկրորդ ամենահզոր էլեկտրակայանը արտադրում է ամենաէժան էլեկտրաէներգիան։ Այստեղ զգացվում է, որ բնությունը կատակ չի անում, ջուրն այնպիսի ուժով է հարվածում, որ էլեկտրականություն է հորդում, տարեկան 1 միլիարդ կիլովատ ժամ։ Շուրջ 47 տարի է աշխատանքի մեջ է։ Սա է պատճառը, որ Որոտանի ՀԵԿ-ը Հայաստանի հիդրո և ջերմային էլեկտրակայանների թվում ամենաէժան էլեկտրաէներգիան է արտադրում, ինչպես նաև ամենաշատը։ Մեր արտադրանքը սպառվում է երկրի ներսում ըստ օրենքի, որովհետև սպառողների համար ինքը էժան էլեկտրաէներգիա է ապահովում։ 30 երկրում 60 էներգակայան շահագործող Կոնտուր Գլոբալը 2 տարի առաջ էր, որ $180 միլիոն գնեց Որոտանի կասկադը։ Հայաստանում աշխատելը ամերիկյան ընկերության սրտով է, կառավարության միջոցով 51 միլիոն եվրո վարկ է վերցրել, մտադիր է 8 տարում վերազինել։ Կձևափոխվեն տուրբինաները, գեներատորները և ռեոլին կփոխարինվեն էլեկտրական սարքավորումները։ Որոտանի ՀԵԿ-ի առանձնահատկությունն ու հպարտությունը շերեփավոր տուրբինն է, հիշողությունը 1970-ականներ է հասնում։ Բանվորական անիվի դիզայնը փոխելուց հետո 20 շերեփները ձևափոխվել են 18 շերեփների, որից հետո նորմալ աշխատանքային ռեժիմում աշխատում են։ Ամերիկյան ընկերության համար Հայաստանը նոր հեռանկարային շուկա է, Որոտանի հիդրոկասկադը ձեռք բերեցին աշխատող պայմաններում, որևէ վայրկյան չի կանգնել, մտադիր են ընդարձակել ներդրումները դեպի արևը։ Այս պահին կա մեկ մեծ այդպես արևային էներգիայի նախագիծ 55 մեգավատանոց Մասրիկ 1 Գեղարքունիքում։ Քայլ առաջն արված է, Մասրիկ 1-ի մրցույթին հայտերն ուղարկել են, սպասում են պատասխանի։ Աննա Բալյան, Աննա Ավետիսյան, Մհեր Մանուչարյան, օրակարգ։ Հայաստանը զարմացնում է ամերիկացի գործարարներին, այստեղ բիզնեսի գրանցումը րոպեների հարց է, այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրակարգին տված բացառիկ հարցազրույցում։ Ամերիկացի դիվանագետի հետ Սոնա Աղբալյանն է զրուցել։ Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ։ Միացյալ Նահանգների դեսպանը հիասթափվում է տեսնելով, որ մեր առևտրային գործընկերների առաջին հնգյակում չէ իր երկիրը, բայց լավատես է։ Եթե տեսնենք դրական տեղաշարժեր հավասար խաղի պայմանների ապահովում, դատարանի կողմից գործողությունների իրականացում, ապա այո, ես շարունակում եմ լավատես մնալ։ Վերականգնվող էներգիայի ոլորտում Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, կարծում է դեսպանը։ Եթե այսպես շարունակենք, եվրոպական շուկայում էլ կհայտնվենք։ IT ոլորտի հաջողություններով էլ է ոգևորված։ Տարածաշրջանում առաջատար ենք, սա մոդել է, թե ինչպիսին կարող էր լինել տնտեսությունը, եթե խոչընդոտներ չլինեին։ Այստեղ փակ սահմաններն ազդեցություն ունենալ չեն կարող, կոճակի մեկ հպումով կարող ես ապրանքն ուղարկել պատվիրատուին։ Այս ոլորտն ամենաքիչ կոռումպացվածն է, երևի վատ տղաների ձեռքը դեռ չի հասնում դրա առանձնահատկություններին։ Ամերիկյան ներդրողների համար մեր երկրում ամենատպավորիչը բիզնես սկսելու մատչելիությունն է։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունն էլ համերկրացիներին հորդորում է օգտվել այդ հնարավորությունից։ Զարմացած են, Հայաստանում ընկերություն գրանցելը րոպեների հարց է։ Սոնա Աղբալյան, Էդգար Դավթյան, Արմեն Անդրեասյան, օրակարգ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հետ օրակարգ հարցազրույցը դիտեք այսօր 23:30-ին։ Ֆրանսիան այսօր նշում է ազգային տոնը, Փարիզի Ելիսեյան դաշտերում կայացել է ամենամյա ռազմական շքերթը, իսկ հաղթանակի կամարի վրայով անցել է օդուժը։ Տոնի առիթով նախագահ Սարգսյանը այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն շնորհավորական ուղերձ հղել իր պաշտոնակից Էմանուել Մակրոնին։
137 տարեկան է այս ավանդույթը։ Ֆրանսիացիներն այն նշում են ամեն տարի, երբևէ չկրկնվելով։ Ֆրանսիայի ազգային տոնի Բաստիլի գրավման օրվա գլխավոր միջոցառումը զինվորական շքերթն է։ Սրան ուղեկցում է օդայինը։ Փարիզի երկնքում հայտնվում է ռազմական օդանավերը, խաչաձև թռիչքով պատկերելով Ֆրանսիայի դրոշը։ Հաղթանակի կամարից մինչև Կոնկորդի հրապարակ ձգվող շքերթին այս տարի հետևում է ավելի քան 4000 մարդ։ Ֆրանսիայի ազգային տոնի շունչը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից է սկսվում։ Դեսպանին եւ աշխատակիցներին առաջին շնորհավորողը նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նախագահը դեսպան Շարպանտիեին է դիմում իր ջերմ ողջույնները փոխանցել նախագահ Էմանուել Մակրոնին։ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղում նրան նշելով. Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը եւ այսօր բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխվստահությունը կայուն հիմք են հետագա համակողմանի զարգացման համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը եւ Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով ի շահ մեր ժողովուրդների։ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության։ Բարձր եմ գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի եվրոպական ընտանիքի մերձեցմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում, այդ թվում ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում մեր երկրների միջև հաստատված սերտ համագործակցությունը։ Դեսպանի հետ զրույցում նախագահն ընդգծում է. Ֆրանսիան հայերի համար հոգեհարազատ երկիր է, իսկ Հայաստանի համար վստահելի լավ գործընկեր։ Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, Հայաստանը շարունակելու է ջանքերը։ Երկկողմ հարաբերություններն ու հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու ուղղությամբ։ Զրույցի առանցքում հայ-ֆրանսիական բազմաբնույթ հարաբերությունները ընդլայնելու, խորացնելու հնարավորություններն են։ Ֆրանսիայի դեսպանությունը Բաստիլի գրավման օրը նշում է բաց դռներով եւ ֆրանսիական գինիով։ Դեսպանությունում օրն աշխատանքային չէր, բայց մինչև ուշ երեկո բաց կմնա Հայաստանաբնակ ֆրանսիացիների, արվեստագետների, քաղաքական հասարակական գործիչների համար։ Լուսին Մկրտչյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Երևանում հրապարակվել է Հայաստանի մրցունակության զեկույցը։ Մեր երկիրը վերջին 10 տարում տարբեր վայրիվերումներից հետո առաջադիմել է 3 կետով։ Վերլուծաբանները նկատում են, որ սա լավ ցուցիչ է օտարերկրյա ներդրողների համար։ Զեկույցում դիտարկել ենք Հայաստանի տնտեսական կատարողականը վերջին 15, երբեմն նաև 25 տարվա ընթացքում։ Նույնիսկ այդ զեկույցը տարիներ անց հնարավոր է, որ խորհրդատվական ընկերությունների փոխարեն գրեն ռոբոտները։ Աշխարհի տնտեսության 4-րդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանը տեխնոլոգիաներինն է։ Դրանք նոր կանոններ են թելադրում։ Արմատապես փոխում են մարդկային կյանքը, հասարակությունները, տնտեսության կառուցվածքը։ Օրինակ Միացյալ Նահանգներում արտադրություն մտած տեխնոլոգիաներն անգործ են թողել շատերի, իսկ նույնիսկ պարող ռոբոտներն արդեն հին են։ Տեխնոլոգիաները հիմա ստեղծում են արհեստական բանականություն, տպագրում են եռաչափ հարթությունում, ամպերում նկարներ ու տվյալներ են պահում, ձևավորում են հաջորդ սերնդի գենոմիկան։ Իրականում կյանքը փոխվում է։ Ինչքան շուտ մենք հասկանանք դա, ինչքան շուտ մենք ինքներս փոխվենք, այնքան ակտուալ մենք գտնվենք։ EV Consulting խորհրդատվական ընկերությունը գնահատել է դրանց հնարավոր ազդեցությունը տնտեսության տարբեր ոլորտների արդյունքի վրա։ Այդ տեխնոլոգիաների համախառն ազդեցությունն աշխարհում շուտով կարող է հասնել 22 տրիլիոն դոլարի, իսկ Հայաստանում 220 միլիոն դոլարի։ Մեր երկրում հիմնականում ֆինանսների, մանրածախարևտրի, արտադրության, էներգետիկայի ոլորտներն են ավելի բաց տեխնոլոգիաների նկատմամբ։ Ներգրավելու ենք վերազգային առնվազն 2 կազմակերպություն, հետազոտություններ ու մշակումներ իրականացող լաբորատորիաների ձևավորման նպատակով։ Կառավարությունն իր գործընկերների հետ արդեն բացել է տեխնոլոգիական կենտրոններ, դեռ շարունակելու է բարելավել ինովացիոն ենթակառուցվածքները։ Խթանելու են գիտության եւ մասնավոր հատվածի համագործակցություն ու գիտության առևտրայնացումը։ Ռազմատենչ հարևան ունեցող Հայաստանը համարվում է աշխարհի 3-րդ ամենառազմականացված երկիրը, ուստի զեկույցը խորհուրդ է տալիս վերափոխել ռազմարդյունաբերությունը, առաջ մղել ոչ միայն անվտանգությունը, այլ նաև տնտեսությունը։ Հայաստանը ունի յուրահատուկ տարածաշրջանի անվտանգային ռիսկեր, բայց տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից մենք կարծում ենք դա պետք է դիտարկել որպես
վերածել առավելության, որտեղ դա խթան է զարգացնելու բարձր տեխնոլոգիական արտադրությունները, մասնավորապես ռազմարտությունաբերությունները։ Ընդհանուր տնտեսության մրցունակությամբ 81-րդ դիրքից վերջին 10 տարում որոշ տատանումներով Հայաստանն այսօր բարձրացել դիրքավորվել է 79-րդ տեղում։ Նույնիսկ դեսպաններն են հաստատում, օտարերկրյա բիզնեսի համար սա լավ ուղեցույց է։ Արմինե Ուդումյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։ Իտալական ընկերությունը Հայաստանում բացում է բացառիկ նորարարական լաբորատորիա։ 10 միլիոն դոլարի ներդրում են խոստանում 5 տարվա ընթացքում։ Պատմում է Վոլոդիա Հովսեփյանը։ 5 տարի ժամկետ 10 միլիոն եվրո ներդրում Հայաստանում կկառուցվեն նոր գիտահետազոտական լաբորատորիա և բարձր տեխնոլոգիաների արտադրամաս, ներդրողը իտալական IDS-ն է, հանձնառուն հայաստանյան TSD ընկերությունը։ Սա բավականին ծանր, բայց ահռելի մեծ պոտենցիալ ունեցող զարգացող նոր ճյուղ է ամբողջ աշխարհով մեկ։ Եվ այսօր մասնագետների կարիքը ամբողջ աշխարհում կազմում է շատ մեծ տոկոս։ Լաբորատորիան ֆորենզիկ բնույթի կլինի, կմշակի տեղեկատվական տեխնոլոգիաներ, հետաքննության մեխանիզմներ, նորույթներ կբերի սեյսմիկ պաշտպանության և օդերևութաբանության ոլորտում։ Հայաստանում կա լավ ներուժ և բարձր տեխնոլոգիական հիմք, դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք ծրագիրն այստեղ իրականացնել։ Սկզբում կաշխատեն TSD արտադրամասում, հետո առանձին կենտրոն կկառուցվի։ Ներդրում է գիտահետազոտական ոլորտում, որը որ հենց լինելու է ապագայում և հիմա էլ արդեն մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը։ Պայմանավորվածությունը հունիսին Հռոմում է եղել Հայաստանի զարգացման հիմնադրամի և իտալական կողմի Հայաստան-Իտալիա համաժողովում։ Թիախավորել ենք առնվազն 50 ներկայացուցիչ ունենալ մինչև այս տարվա վերջ, որը զբաղվելու են հենց այս տիպի պրոյեկտներով, ներդրում բերելով։ Լաբորատորիայում նաև IT նոր ծրագրեր կմշակվեն, աշխատակիցներն էլ հայաստանցի կլինեն։ Վոլոդիա Հովսեփյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։ Մինչև հուլիսի վերջ հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկները կհամալրվեն նորագույն բժշկական սարքավորումներով, այսօր հայտարարել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։ Նրա խոսքով 5 կալանավայրերում արդեն տեղադրվել են նորագույն սարքավորումներ, 800 քրեական ծառայող էլ բժշկական էթիկայի մարդու իրավունքների դասընթացներ է անցել։ Բանտային բժշկությունը կառավարության գերակայությունն է, նշել է Քրմոյանը և ասել, որ մինչև տարվա վերջ կավարտեն պոլիկլինիկաների բարեփոխումները, իսկ բարելավված հիվանդանոցային բուժօգնություն խոստանում են 2020-ին։ Պետք է մշտական հիմունքներով ընդհանուր պրակտիկայի բժիշկ աշխատի յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկում, դրան գումարած պետք է առնվազն ունենանք ատամնաբույժ, ստոմատոլոգ և հոգեբույժ, որոնք առնվազն կաշխատեն, կցված կլինեն տվյալ քրեակատարողական հաստատությանը։ Դա միջազգային ստանդարտն է։ Արդարադատության ու ևս 8 ոլորտում հասարակական վերահսկողությունը չթույլատնելու համար Եվրամիությունը 2 միլիոն եվրո է տալիս Հայաստանին։ Հետխորհրդային երկրներից մենք ունենք ամենաշատ հասարակական կազմակերպությունը՝ 4000։ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին նկատել է, որ սա հզոր ուժ է և հպարտություն Հայաստանի համար։ Եվրամիությունը 2 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու համար, հայտարարեց դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Քաղաքասարակությունը տարբեր մարտահրավերների է առնչվում, իսկ փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է, նկատեց դեսպանը, նշելով, որ ՀԿ-ների մասին նոր օրենքով ֆինանսական միջոցներից օգտվելու և գործելու նոր ստեղծարար հնարավորություններ են բացվում։ Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով, այստեղ 4000 հասարակական կազմակերպություն է գրանցված 1000 հիմնադրամ, և եթե անգամ այս կազմակերպությունների սոսկ մի մասն է ակտիվ գործում, այդուհանդերձ հզոր ներուժ է։ Սա այցեքարտ է հետխորհրդային այլ երկրների շարքում և հպարտության առարկա Հայաստանի համար։ Նոր ծրագիրը կոչվում է կառուցողական երկխոսության հանձնառություն։ Խոսքը պետական կառավարման մարմինների և քաղաքասարակության միջև երկխոսության մասին է, բայց նաև քաղաքասարակության ներսում երկխոսության, ինչը դեսպանի խոսքով նույնպես դժվար է։ Ծրագրի նպատակն է ուժեղացնել ոլորտային կոալիցիաներ կազմելու ՀԿ-ների կարողությունը և դրանց ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականություն մշակելիս։ Կառավարությունը ի սկզբանե ողջունել է այս ծրագիրը, ասաց Դավիթ Հարությունյանը, կարևոր համարելով, որ աշխատանքը ակտիվ է լինելու նաև մարզերում։ Մենք պատրաստ ենք ամբողջովին, խորապես և անկեղծ համագործակցելով։ Եվ սա հայտնում եմ վարչապետի խոսքը ողջ կառավարության համից։ Նոր ծրագրի թիրախում 9 ոլորտներ են, այդ թվում արդարադատություն, կրթություն, բիզնես։ Տաթևիկ Նալբանդյան, օրակարգ։
Այս տարվա առաջին կիսամյակում նվազել են սպանություններն ու սպանության փորձերը, բնակարանային գողության, խուլիգանության դեպքերը, մահվան ելքով ավտոպատահարները։ Փոխարենը աճել են այդ հանցագործությունների բացահայտումները։ Հայաստանի ոստիկանությունը այսօր ամփոփել է 6 ամսվա աշխատանքի արդյունքները։ Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը աճել է 35.5%-ով։ Ոստիկանության պետը նշել է, որ ավելին է ուժեղացրել պայքարը անօրինական թմրաշրջանառության դեմ։ Վլադիմիր Գասպարյանը ասել է, որ համայնքային ոստիկանությունը պետք է աչքի տակ պահի հանրության սոցիալական խնդիրներն ու աջակցի լուծելու դրանք։ Հետապնդելի չի արդյոք, որ գումարներ են դուրս գրում եւ այս կամ այն սարքավորումները չեն սարքում, որ գյուղացին ստիպված է լինում դուրս գա փողոց։ Մեր գործը որն է։ Այլևս անել ամեն ինչ, որպեսզի կանխարգելվեն նման երևույթները։ Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում տեղի ունեցած դանակահարության հետևանքով Հայաստանի 2 քաղաքացի է տուժել։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են ոչ ծանր, այս մասին օրակարգին հայտնել է մեր երկրի արտգործնախարարության խոսնակը։ Դեռևս չհաստատված տվյալով հարձակման հետևանքով զոհվել են Ուկրաինայի 2 քաղաքացիներ, ևս 6 մարդ վիրավոր է։ Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ, նախնական տվյալներով չարագործը լողալով մոտեցել է հյուրանոցին եւ դանակով հարձակվել հանգստացողների վրա։ Եգիպտոսի ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, այժմ հարցաքննում է։ Օրակարգի մշակութային լրահոսից Երևանում շարունակվում են Ոսկե Ծիրանի ֆիլմերի ցուցադրությունները, իսկ փառատոնի պատվավոր հյուրերն ու համաշխարհային կինոգործիչները ծանոթանում են մեր երկրի մշակույթին, արվեստին։ Հուլիսի 13-ի երեկոյան էլ նրանք հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փառատոնի մասնակիցները հանրապետության ղեկավարի հետ զրուցել են Ոսկե Ծիրանի անցած ուղու ձեռքբերումների այս տարվա մրցութային ծրագրերի մասին։ Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի մասնակիցներին հղած ուղերձում նախագահ Սարգսյանը ասել է, որ հայկական կինոփառատոնը դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաև խաղաղասիրության ու մարդասիրության գաղափարների կրողը։ Հայկական ամենահեղինակավոր այս կինոփառատոնը ոչ միայն հաճելի պահեր է պարգևում իր հանդիսատեսներին, այլև կարևոր ուսուցողական նշանակություն ունի երիտասարդ արվեստագետների համար, գեղագիտական եւ աշխարհայացքային աճի տեսանկյունից։ Այս փառատոնը նաև կոչված է ստեղծելու համապատասխան հոգևոր մշակութային միջավայր եւ մթնոլորտ, առանց որոնց դժվար է պատկերացնել ստեղծագործական թռիչքներ։ Գոհունակությամբ ենք արձանագրում Ոսկե Ծիրանի հավատարմությունը հայկական կինոյի պատմությանը եւ ավանդույթներին։ Մեր դասական ժառանգությունը եւ ժամանակակից գործերը կարիք ունեն հանրահռչակման։ Հայկական կինոարվեստը մենք մշտապես պետք է քննենք եւ դիտարկենք համաշխարհային եւ միջազգային համատեքստում։ Ոսկե Ծիրանը դարձել է բարձր ճաշակի, ճշմարիտ արվեստի, ինչպես նաեւ խաղաղասիրության եւ մարդասիրության գաղափարների կրող եւ մունետիկ։ Հայաստանում կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վատիկանյան արձանի կրկնօրինակը, այն այժմ պատրաստվում է Փարիզում։ Հեղինակը ֆրանսիահայ հայտնի քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է։ Օրակարգի թղթակիցն է եղել վարպետի արվեստանոցում։ Գրիգոր Լուսավորչի մարմարե արձանը 2005-ից կանգնած է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի որմնախորշերից մեկում։ Բարձրությունը 5.7 մետր է, քաշը 26 տոննա։ Հեղինակը ֆրանսիահայ քանդակագործ Խաչիկ Ղազանչյանն է, որ այժմ աշխատում է Վատիկանյան արձանի կրկնօրինակի վրա։ Ես Հայաստան հրավիրված էի եւ տեսա Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը չկա, ասի պետք է որ նվիրենք այլևս։ Լուսավորչի արձանը Վատիկանում տեղադրելու խնդրանքով Հռոմի պապի ներդիմել հայ կաթողիկե եկեղեցու Ներսես Պետրոս պատրիարքը։ Վատիկանի հայտարարած միջազգային մրցույթին դիմել էին 10 քանդակագործ տարբեր երկրներից։ Սուրբ Պետրոս տաճարի հեղինակ Միքելանջելոյի որոշմամբ տաճարի բոլոր արձանները պետք է պատրաստվեն հատուկ հանքից բերված մարմարով։ Միքելանջելո մարմարի վրա աշխատեր, իրեն բնդրած հանքը կարար էր, կարարը Ռոմեն 300 կիլոմետր անտին հանք մնե, որ զուտ ջերմակ մարմար է և շատ գարձր է, ճիշտ գրանիտի պես։ Քանդակագործը վստահ է, յուրաքանչյուր հայ ընտանիք իր տանը պետք է Լուսավորչի արձանն ունենա։ Մարիամ Տերգուլանյան, Խաչատուր Մարտիրոսյան, Օրակարգ, Փարիզ։ Եղանակի մասին ամառը կիսվեց, կարկուտը չի նահանջում, կարկտաբեր ամպերն այս անգամ կախվել են Արտաշավանի վրա, վնասել ազնվամորու, մոշի, ելակի և խնձորի բերքը։ Գյուղատնտեսները վնասի չափի թվային պատկերը կունենան մի քանի օրից։ Գյուղացիների խոսքով, թեև այս կարկուտը ուժգին չի եղել և վնասը մեծ չէ, սակայն խնձորն այլևս շուկային պիտանի չի լինի։
Հանրապետությունում կարգտարության դեպքերը, որտեղ վնասվածությունը բարձր է, 50-60 մինչև 100%-ներ, դրանք արդեն քաղաքականությունը պետք է լինի բոլորի նկատմամբ նույնը։ Հանրապետության որոշ շրջաններում կարկուտի անձրևի հավանականություն կա նաև հանգստյան օրերին, իսկ հուլիսի 17-ից 19 եղանակը կտրուկ կփոխվի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը ջերմաչափի սնդիկը կբարձրանա մինչև 38-39 աստիճան։ Օդի միջին օրական ջերմաստիճանը այդ օրերին նորմայից կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Այդ ընթացքում մեծանում է հրդեհի վտանգը, փրկարարները հորդորում են ծխախոտի մնացորդը դյուրավառ իրերը չնետել չոր խոտածածկ վայրերում։ Օրակարգներ եթերում, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։